որպես պատկառելի տարիք ունեցող մեղրեցիներ, նաև երկար տարիներ բնակվելով Փոքր Թաղում, ինչ տեղեկություններ, հուշեր, տվյալներ կարող եք ներկայացնել Էդուարդ Աղանի մասին, ով նույնպես մանկության ու պատանեկության տարիներին ապրել է այստեղ Փոքր Թաղում։ Ծնվել եմ 1937 թվականին։ Ես իրան չեմ տեսել։ Դրա մայրը մահացավ Մեղրիում։ Են Օհանյան Մարատաստանն մնում։ Հա, մեծ Թաղում։ Դա մոտավորապես Այն վերևի դպրոցի տակի։ Այն վերևի հին դպրոցի։ Մայրը մահացավ Շուշի տատի։ Բերանը մեր գերեզմանացում թաղված է։ Այս բարձրության քարամռամռնի մի քիչ մեծ։ Այդտեղ թաղեցի։ Ուրեմն ինքը եկել էր, այդ ժամանակ տեսա։ Էլի դասախոսներով բանով մի 4-5 հոգի։ Աբրահամյան Ալյոշա կա, կլարնետ նվագող էր։ Հա։ Կլարնետ նվագող էր, դա է նվագում որ թաղեն։ Մի 5 հոգի հետը մարդեր եկել, դասախոսներ։ Եկել Աբրահամյան Ալյոշան էր, ջահել տղայել։ Ասաց, մի հոգի ուղարկավ երեխա էր։ Նա ասաց, Երվանդին ասել, գա, ուրեմն կլարնետի դամը պահի, ես է կլարնետ եմ նվագում։ Եկա գնացիք, ոբշեմ թաղեցինք այդ կնոջը, Ալյոշան, Աբրահամյան Ալյոշան նվագող էր, շատ թար, ման երաշտական դպրոցի էր դասատու էր, Մեղրիում։ Ելույթ ունեցավ Աղայան Լերենց, տնտեսական էր, այն ժամանակ որ տեսությունա, մի բույկած մարդ էր, անենց գրագետ, ելույթ ունեցավ, մեր ռայոնը միտպես մարդ չկա, ելույթ ունենա այդ Լերենցի, որ նվագեցինք, պետքացրեցինք, ոբշեմ, մի հատ դասախոս մոտիկացավ դասախոսներ էր, ոբշեմ, մոտիկացավ ինձ, Ալյոշան չմոտիկացավ, ինձ մոտիկացավ, մի քիչ ոսկի, ասաց, այս մարդը ով է, արդեն վերջացավ, այս մարդը ով է, ասեցի, սա կոլխոզնիկ է, նյուժիլի, այդ բար ասաց, ուրիշ ոչ մի բան, ասեցի ես մեր ձորոչյուս սվեցի, 5 կիլոմետր վերև, Կարկևան գյուղ կա, այն գյուղից է, կոլտեսական է, էլի, ժաման կոլտեսյուն է տեսոխոզերի ժամանակ, ոչ է, այդպես էլ մենք թողեցինք, եկանք ես և Ալյոշան գնաց իրանց տուն, նրան ես եկա Փոքր Թաղ, էլ այդ մարդկանց ոչ մեկին չտեսենք, այդ է եղել։ Փոքր Թաղում իրանք որ ապրել են այդ ժամանակ չեք հիշում իրանցից չեք տեսել։ Ծնված չեմ եղել, նա հարս է գնացել էստեղից, Շուշի տատի, Աղայան ազգանունով մարդու հարս է գնացել, Կարկևանում ապրել են, հետո գնացել են Երևան, Երևան էլ եմ գնացել դրանց տունը, բայց մենակ Շուշի տատին եմ տեսել, առանձին ապրվել, այն գետարի մոտ տուն էին վարձել, ինչ է, ոչ էլ էտ է ապրել, էտ կա, Էդվարդ իմանաց, Աղայան, ինքը դասախոս էր, համալսարանում շատ մեղրեցիներ ընդունել էր, բաներ արել, շմելի, հայրենակից մարդեր էր,